Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, համաձայն որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի մարգարեանցակետը բացվում է այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ Սիրիա ուղարկելու համար։ Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ նշված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ թուրք լրագրողների համար Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված էր եռօրյա մեդիա տուր, որի շրջանակներում մարտի 13-ին լրագրողներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարեանցակետ, ինչը իհարկե շարժել է բոլորի զայրույթը։ Հավելենք նաև, որ 2022 թվականի ամռանը անցման կետը կառավարության որոշմամբ հիմնանորոգվեց և այնտեղ սկսվեց իրականացվել մշտական ծառայություն Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի ուժերով։ Վերջում նշենք, որ հայկական կողմը մարգարեանցակետը վերակառուցել է շուրջ 1 միլիարդ դրամով, որը կազմում է 2 միլիոն 553 հազար 824 Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար։